Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Ըստ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանից հնչող հայտարարությունները տպավորություն չեն ստեղծում, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ ԵՀԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ Արձագանքելով Բաքվի պահանջին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ Երևանը նախաձեռնելու է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Երբ ոնց ինչպես, ելի եմ ասում, ժամկետը նպատակ չի։ Կրակոցներ Էջմիածնի քաղաքապետի Սկեսրայրի գազալցակայանում սպանվածը ըստ հետքի վեճ է ունեցել քաղաքապետի ամուսնու հետ։ Ըստ ամերիկյան կողմի Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել։ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը հարցաքննվում է ահաբեկիչների հետ համագործակցելու գործով։ Վրաստանի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականից հեռացվել է Հրանտ Լեոն Ռանոսը։ Եվ այսպես 10 օր է ավարտված են խաղաղության պայմանագրի բանակցությունները, Երևանն ամենօրյա, երբեմն ամենժամյա ռեժիմով պատրաստակամություն է հայտնում ստորագրել փաստաթուղթը, բայց Բաքվից նախապայմաններ են հնչում, փոխել սահմանադրությունն ու լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը։ ԵՀԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Հայաստանի վարչապետը մտադիր է առաջիկայում Արցախյան հարցի կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել։ Երբ է սկսելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց առաջ, թե հետո։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ժամկետներ չնշեց։ Մեր նպատակը ժամկետը չի, մեր նպատակը բովանդակությունն է։ Արցախը Հայաստանն է եւ վերջ խոսքերի հեղինակ Փաշինյանը համարում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը Ադրբեջանի տարածքում էր, հիմա չկա ու հետեւաբար Մինսկի խումբն էլ անելիք չունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա։ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի պահանջն է, անգամ խաղաղության համաձայնագրի տեքստին Հայաստանի համաձայնությունից հետո պայման է դրել կստորագրի, եթե Հայաստանը կատարի երկու պահանջը՝ Մինսկի խումբը լուծարի եւ փոխի սահմանադրությունը, որը Բաքվի գնահատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Սա բացառապես Ադրբեջանին ձեռնտու օրակարգ է, որի բավարարման մասին ըստ էության Փաշինյանը հայտարարում է ոչ առաջին անգամ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի կարծիքով Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսելով Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջը, փակում արցախցիների Արցախ վերադառնալու էջը, ինչն այդ խմբի գոյության դեպքում ամեն պահի ըստ падգամավորի հնարավոր է բացել ու օրակարգ բերել հարցը։ Առնվազն այս փուլում կա արցախահայերի անվտանգ հավաքական սեփական հայրենիք վերադառնալու հարց, խնդիր, որը կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հենց ձևաչափում էլ կարող է լուծարվել, մինչդեռ կարող է քննարկվել, մինչդեռ լուծարումը հենց կոնֆլիկտը ամբողջությամբ փակելու, կոնֆլիկտը այլևս երբեք չանդրադառնալու Ադրբեջանի միտման արտահայտություններից մեկն է։ Սահմանադրության փոփոխությունը Փաշինյանը ներկայացնում է որպես Հայաստանի ներքին օրակարգ, որ սկսվել է 2018 թվականից։ Նոր սահմանադրության հանրաքվեն իշխող ուժը նախատեսում էր 2027-ին, իսկ երեկ Փաշինյանը խոսեց նաև թիմակիցների կարծիքների մասին, որ առաջարկում են հանրաքվեն 2026-ի խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ անցկացնել։ Վարչապետը այդպես էլ չբացատրեց, ինչ է նշանակում տարածաշրջանային ազդեցություն ձևակերպումը։ Արդյոք նկատի ունի, որ նոր սահմանադրությունում չի լինելու անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին։ Բաքուն հետևողական պահանջում է, որ անկախության հռչակագրի հղումը հանվի սահմանադրությունից։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը 2018-ից խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ ամբողջությամբ փոխելու ու նորը ունենալու մասին հայտարարեց անցած տարվանից։
միակ ճանապարհը Ադրբեջանի պահանջները կատարելու դա լրիվ նոր սահմանություն ունենալն է խաղաղության։ Սա խաղաղության գործընթաց չէ, որ հիմա ընթանում է, եւ խաղաղության բանակցություններ չեն։ Մենք գործ ունենք միակողմանի զիջումների պարտադրման, ուժի սպառնալիքով զիջումների պարտադրման գործընթացի հետ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար։ Խաղաղության պայմանագրի կետերից երկուսը անցած տարվանից քննարկվում էին։ Բաքվի վերջին խմբագրումը ստանալուց հետո Երևանը ի վերջո համաձայնեց միմյանց դեմ հայցերը միջազգային ատյաններից հետ քաշելու ու սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու Բաքվի պահանջներին։ Փաշինյանին զարմացնում են ընդդիմադիրների պնդումները, թե խաղաղության տեքստը Հայաստանի միակողմանի զիջումների մասին է։ Հաղթանակ, կապիտուլյացիա, չգիտեմ, ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերը իրենք սին են։ Եթե զիջումների ու միակողմանի պարտավորությունների մասին չէ, ինչու չի հրապարակում փաստաթուղթը։ Եվ այդ թուղթը ունի երկու տեր։ Լավ։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է, եւ այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ որ մի կշիռ ավելացնել։ Բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի եւ պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել եւ հրապարակել։ Չեն հրապարակայնացնում, որպեսզի կարողանան նախնական հիմա ինչ որ անում են արշավով մարդկանց համոզել, որ դա լավագույնն է, ինչ մենք կարող ենք ունենալ, նաև սպառնալ պատերազմով, որ եթե չընդունենք այդ կետերը ունենալու ենք պատերազմ, որպեսզի երբ որ արդեն հրապարակայնացնեն, տպավորություն ստեղծացնեն հանրության շրջանում, որ այդ փաստաթղթի այլընտրանքը չկա։ Արդյոք Ադրբեջանը մտադիր է ստորագրել այդ համաձայնեցված փաստաթուղթը, առավել ևս, որ այս համաձայնությանը զուգահեռ շարունակում է մեղադրել, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը Երևանը կտրականապես հերքում է։ Փաշինյանը Ադրբեջանի փոխարեն հարցին չպատասխանեց, կրկնեց իր օրակարգը խաղաղությունն է։ Ավելի կոնկրետ հարցին պատասխանել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը բրազիլական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե նախապայմանները շարունակվում են։ Այնինչ լսում են Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, թե Բաքվում պատրաստ են ստորագրել։ Մեկ շաբաթ է անցել Լոռու ոստիկանատանը խոշտանգման ահազանգից, առայժմ գործով մեղադրյալներ չկան։ Արցախցի երիտասարդը դեռ հարցաքննությունների է մասնակցում, մինչ այդ սակայն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա փաստաբանը։ Սրա վրա վստահեցնում եմ արկայեն ոստիկանների կենսաբանական բազում հետքեր։ Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր է պատրաստել ոստիկանությունում խոշտանգումների մասին բարձրաձայնած փաստաբան Ռոման Երիցյանի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ Երևանի մի բնակիչ հայտնել է, թե Ռոման Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել եւ որ դա պարբերական բնույթ է ունեցել։ Այսօր ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, Ազատությանն ասացին, ստացված հաղորդումն ու ունեցած փաստաթղթերն արդեն քննչական կոմիտե են ուղարկել։ Փաստաբան Ռոման Երիցյանը մինչդեռ այս հայտարարությունները կեղծ է համարում եւ նշում, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ։ Facebook-յան էջում հայտարարեց, թե իր դեմ այս գործը սարքում են, ու սա կապված է այն բանի հետ, որ վերջին օրերին բարձրաձայնել է ոստիկանական խոշտանգումների մասին ու քննադատել քննչական կոմիտեի վարած նախաքննությունը։ Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանողական գործողությունները սկսելուց հետո իմ կողմից այդ ակտիվ հրապարակումներ կատարելուց, հավաքներ կազմակերպելուց, քննչական կոմիտեի աշխատանքը քննադատելուց, այդ նախաքննության խտրականությունը բացահայտելուց հետո ներքին գործերի նախարարությունը զանգահարել է տարբեր անձանց, ովքեր քաղաքացիական գործակների մեջ էին իմ հետ, փաստաբանական ծառայությունների մատուցման, պայմանագիր կարգված եւ այլն։ Սկսել է զանգահարել տարբեր անձանց, հրավիրել ներքին գործերի նախարարություն եւ իմ մասին արտահայտելով արատավորող տեղեկություններ ստիպել այդ անձանց ներկայացնել հաղորդում։ Ես պատրաստ եմ անգամ անուն առ անուն թվարկել այն բոլոր անձանց տվյալները, որոնց ներքին գործերի նախարարությունը հրավիրել է իմ մոտ եւ ստիպել իմ դեմ ներկայացնել հաղորդում։ Փառք Աստծո, այդ մարդիկ նշել են, որ իմ դեմ հաղորդում չեն ներկայացնում եւ չեն էլ ներկայացնելու։ Խոսքը վերաբերում է թվով 3 քաղաքացիների։ Սակայն քաղաքացիներից մեկը կին
ում հետ ես ունեմ շատ լավ հարաբերություններ եւ այսօր էլ ունենալու եմ շատ լավ հարաբերություններ, մեր հարաբերությունները շարունակական են լինելու, ուղղակի այդ կնոջը մտցել եմ մոլորության մեջ եւ ինչ որ տվյալներ վերցրել այդ կնոջից, ինչի իման վրա էլ ձևականորեն նյութեր են հավաքագրել եւ չլսելով անգամ ինձ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտեն։ Փաստաբանը, որ զբաղվում է ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարած Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությամբ ու վերջին օրերին բողոքի ակցիաներ էր կազմակերպում քննչական կոմիտեի դիմաց ի պաշտպանություն արցախցի երիտասարդի, նաև 2 օր առաջ էր իր ֆեյսբուքի անեջում գրել, թե ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է իր դեմ, ստիպելով տարբեր անձանց հաղորդում ներկայացնել։ Երիցյանն այսօր հայտարարեց, թե տեղեկություններ ունի, որ իրավապահները հրահանգ են ստացել ամեն գնով իրեն կալանավորելու մասին։ Ասեմ ավելին, հավաքագրել են անգամ իմ վերաբերյալ հետևյալ տվյալները, որ ինչ որ բարեկային ծառայողի կողմից իմ հաղորդական իրավունքի կասեցվել է, որից հետո ես 3 անգամ ավտոմեքենա եմ վարել, ինչի վերաբերյալ կազմել է արձանագրություն։ Սա էլ է քրեական օրենսգրքով արգելված արարք։ Սակայն այդ հաշվի չեն առել են հանգամանքը, որ բարեկային ծառայողի կողմից իմ վերաբերյալ կազմած վարչական ակտը, մասնավորապես հաղորդական իրավունք կասեցնելու որոշումը, ես բողոքարկել եմ եւ այդ որոշումը կարճվել, եթե այդ որոշումը վերացվել է, անբավեր է ճանաչվել եւ բարույթը կարճվել, հետեւաբար դրանից հետո տրանսպորտային միջոց վարելու համար ես քրեական պատասխանատվության ենթարկել չեմ կարող։ Այսպիսի դիշով կա, այսպիսի ապուշ քայլեր են անում իմ նկատմամբ։ 3 ուշ երեկոյան նրա պաշտպանյալ Տիգրան Ուլուբաբյանը դուրս եկավ քննչական կոմիտեից ու հայտարարեց, որ ոստիկանները հերքել են իրենց մեղքը, թե օրեր առաջ բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Իրանք հերքում են, որտես բան ա եղել, որ ես որոց իրանք իշ չեն հայոյել, Դա սպասելի է, չէ՞, հավանաբար։ Դա նորմալ է։ Հիմա ես հետևում տենամ փաստաբանը ինչ ասում։ Իմանամ իմ անելիքս։ Ուրիշ տենց ավելացնելու բան չունեմ։ 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վանաձորում է բնակվում, Ազատությանը պատմել էր, որ իր բարեկամի տան վրա զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հաջորդ օրը իրեն ոստիկանության Լոռու մարզային վարչություն են հրավիրել, բռնություն կիրառել ու ստիպել իր վրա վերցնել մեղքը, թե կապ է ունեցել ավազակային հարձակման հետ։ Տիգրանի այս հայտարարությունից հետո քննչական կոմիտեն քրեական վարույթ էր հարուցել խոշտանգման հոդվածով։ Ոստիկանությունն էլ ծառայողական քննություն է սկսել, բայց փաստաբանը Ռոման Երիցյանը հայտարարում էր, թե քննիչները բաց են թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվում, քանի որ աշխատում են օնլայն ռեժիմով։ Ինչ պիտի արվեր, չի արվել, ապացույցները չեն պահպանվել, հայտարարել է փաստաբանը։ Դե քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, ես օբյեկտիվորեն ենթադրում եմ կամ հենց օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ այս ամենի պատճառը ոստիկաններին չձերբակալելն է եւ ոստիկաններն են հորդորել, որպեսզի ունենա այսպիսի եզրակացություն։ Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել, պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող քաղաքապետ Դիանա Գասպարյանի անունն էլ է շրջանառվում աղմկահարույց պատմության մեջ։ Կրակոցները հնչել են նրա Սկեսրայրի գազալցակայանի տարածքում, սպանվածն էլ ըստ մամուլի վեճ է ունեցել քաղաքապետի ամուսնու հետ։ Գիշերը վաղարշաբաթի քաղաքապետ Դիանա Գասպարյանի Սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով առայժմ ձերբակալված չկա, իրավապահները դեռ փնտրում են կասկածյալին։ Ազատությանը փոխանցեցին քննչական կոմիտեից։ Արտիմետ խճուղի մեկ հասցեում գտնվող բենզալցակայանն այսօր չէր աշխատում։ Ազատության նկարահանման պահին այնտեղ որևէ աշխատակից չկար։ Սպանության դեպքի վայր դարձած լցակայանը ճանապարհի վրա է։ Մի փոքր հեռվում առանձնատներ կան, սակայն տեղի բնակիչները խոսել չցանկացան։ Տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանները, քանի որ ինչպես ասացին, քննչական գործողությունները դեռ ավարտված չեն։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության եւ ապօրինի կերպով հրազեն պահելու, կրելու հոդվածներով։ Ով կամ ովքեր են սպանության կասկածյալները, իրավապահները չեն բացահայտում։ Հայտնի է սպանվածի ինքնությունը։ Ներքին գործերի նախարարությունից Ազատությանը հայտնել են, որ գիշերը ժամը 2-ին ահազանգ են ստացել հրազենային վիրավորմամբ Էջմիածին բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու մասին։ Նախնական տվյալներով մարտի 22-ին ժամը 1:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել։ Արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ։ Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։
Հետքի տվյալներով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա Ճապ Մականունով տղամարդը։ Հետքի աղբյուրի փոխանցմամբ սպանված Արթուր Պարոնյանը մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խորը հետքեր է թողել։ Ինչի շուրջ են վիճել Արամայիս Միրզոյանն ու սպանվածը, կապ ունի արդյոք Ճապ Մականբամբ տղամարդը ԿՊԱ-ական քաղաքապետի ընտանիքի հետ։ Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Այն, որ արտիմետ խճուղի մեկ հասցեում գտնվող գազալցականը պատկանում է Վաղարշապատի քաղաքապետի Սկեսրայրին, ազատությունը պարզել էր դեռ փետրվարին։ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել Սկեսրայրի անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը կարդացեք նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ հատվածի թեմաներն են։ Ըստ ամերիկյան կողմի Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել։ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը հարցաքննվում է ահաբեկիչների հետ համագործակցելու գործով։ Վրաստանի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականից հեռացվել է Հրանտ Լեոն Ռանոսը։ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը սահմանադրական դատարանում է, ընդդիմադիրներն են վիճարկում դրա օրինականությունը, սակայն արդեն կան կայացված վճիռներ նախկին իշխանություններից պետությանը վերադարձված գույք, ու եթե բարձր դատարանը օրենքը ճանաչի հակասահմանադրական, ինչ ճակատագիր է ունենալու վարչապետի ասած հատիկ առ հատիկը։ Հատիկ առ հատիկ հեշթեգը Facebook-ում տարածող վարչապետն այս անգամ կիսվել է մի վճռով, որը կայացվել է դեռ 2 տարի առաջ, ընդ որում առանց դատաքննության քաղաքացին իր իսկ կամքով է սեփական հողամասը հանձնել պետությանը։ Այս մի հատիկ առ հատիկը Երևանի Ծարավ աղբյուր փողոցում գտնվող 573 քառակուսի մետր տարածք է, գինը 33 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ակտիվ ռեժիմով շարունակելու է ներկայացնել պետության հաղթանակները։ Հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Իշխանականները վերջերս հաճախ են պնդում, անցած 30 տարիների ընթալանվածը վերադարձնելու ինստիտուտը կայացել է։ Ինչն է կայացել, հարցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվող մասնագետներն ու մի փաստարկ ներկայացնում։ Եթե մենք գործ ունենք մի օրենքի հետ, որի ամբողջ նորմերի մասով առնվազն այս պահին կա հակասահմանադրականության խնդիր։ Գործ ունենք մի օրենքի հետ, որը մեր ամբողջ համալսարանական ստացած կրթությանը հակասող տրամաբանությամբ է կիրառվում։ Ես գտնում եմ, որ պետք է գործի վարորդը կասեցվի։ Ընդդիմության դիմումի հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը 2 տարուց ավելի վիճարկվում է սահմանադրական դատարանում։ Փաստաբան Հարություն Հարությունյանը մի քանի գործեր ունի դատարանում։ Դրանցից մեկն էլ երկրորդ նախագահի որդու Սեդրակ Քոչարյանի գործն է։ Կարծում է դատարանները վճիռներ կայացնելու փոխարեն պետք է կասեցնեին այդ գործերն ու սպասեին բարձր դատարանի եզրահանգմանը։ Երբ որ ամեն անգամ վարչապետը հայտարարում է, որ հատիկ առ հատիկ, հակակոռուպցիոն քաղաքականություն եւ այլն, ես չեմ կարծում դրանից հետո միշտ զուգադիպություն ալնում, որ օրինակ այն գործերը, որով մինչև այդ նշանակում էին նիստերի ինտերվալը օրինակ 1 ամիս, մեկ էլ հանկարծ դառնում է 20 օր, դառնում է 15 օր։ Դատավորները մերժել են դատաքննությունը կասեցնելու փաստաբանի միջնորդությունները։ Մերժման պատճառներից մեկն էլ այն է, որ եթե լիներ նման անհրաժեշտություն, հենց սահմանադրական դատարանը կկասեցներ օրենքի կիրառումը։ Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը։ Հարություն Հարությունյանի դիտարկմամբ վարչապետի հատիկ առ հատիկից հետո են դատարաններն ակտիվանում։ Այն մեսիջները, ուղերձները, որ տալիս է քաղաքական իշխանությունը, Ինչքան էլ անունը դնենք դատական իշխանությունը, անկախ է եւ այլն, մեկը իրանց համար էդի ազդակ է դառնում։ Պաշտոնյաների թալանացը հետ բերելու խոստումով 2020 թվականին ընդունված օրենքի քննությունը սահմանադրական դատարանում կասեցված է հենց դիմումի սկզբից։ Ըստ բարձր դատարանի քննության համար սահմանված առավելագույն 9 ամիսը չէր բավարարի այդ ծավալուն գործը քննելու եւ կասեցրել են, որ ուսումնասիրեն նյութերը, հետո էլ վերսկսեն քննությունը, բայց թե երբ չեն ասում։ Շատ կարևոր է սահմանադրական դատարանի գնահատականը օր առաջ եւ հետաքրքիր է, սա կարելի է իհարկե սահմանադրական դատարանին հասնել, թե իրապես ինչու է ուշանում, իսկապես արդյոք այդքան ծավալուն են այդ դեպքերը, գործերը, փաստաթղթերը, միջազգային փորձ են ուսումնասիրում, բայց
կարծում եմ արդեն բավականին ժամանակ է անցել եւ հրատապ է իրապես ունենալ որոշակիություն այս հարցով։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը հետևում է դատարանների աշխատանքին։ Ղեկավար Արաքս Մելքոնյանը եւս պնդում է, դատարանները պետք է կասեցնեն ապօրինի գույքի գործով քննությունը, քանի որ հենց օրենքն է դա պահանջում։ Մասնագետն այլ խնդիրներ էլ է նշում։ Ողջ գործընթացը ուսումնասիրությունից մինչև դատարանի վճիռ գաղտնի է։ Բանկային գաղտնիքի անվան տակ դատարանը չի հրապարակում վճիռն ամբողջությամբ ու հանրությունը չի կարող տեսնել, թե ինչու է դատարանն այս կամ այն գույքը ճանաչել ապօրինի։ Մյուսն այն է, որ դատախազությունը մեկը մյուսի հետևից հայցերն ուղարկում է դատարան, եւ եթե սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի օրենքը, բացասական հետևանքներ կլինեն հենց պետության համար։ Գույքից զրկվածները կարող են փոխհատուցում պահանջել, ընդհուպ հասնելով եվրոպական դատարան։ Չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտին, կեղծ ասած այս մասով, բայց սա թերևս այո արագ որոշում ակնկալող իրավիճակ է, որովհետև ամբողջ մի դատարան է ստեղծվել այս գործընթացները իրականացնելու համար լավ անձինք աշխատում են եւ հենց դատավորների համար եւս պետք է կարեւոր լինի թե իրենք ինչպիսի որոշումներ են կայացնում։ Ի վերջո, ինչու է բարձր դատարանը ձգձգում իր այսքան սպասված վճիռը։ Փաստաբան Հարություն Հարությունյանի կարծիքով դա նշանակում է, որ այնուամենայնիվ խնդիր տեսել է։ Այս գործերով անցնում են Հայաստանի նախկին երկու նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքներով, այլ նախկին բարձրաստիճաններ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ այլոք։ Գործող իշխանության եւ որևէ ներկայացուցիչ ենթադրյալ ապօրինի գույքի քննության մասին դատախազությունը որևէ տեղեկատվություն չի տալիս։ Իսկապես սա աննախադեպ երևույթ է եւ մինչ այդ նման որևէ դեպք սահմանական դատարանում չի գրանցվել, որ գործը ըստ էության 3 տարի մոտավորապես մնա առանց դատական քննության։ Կնհայտ քաղաքական միտում եմ տեսնում այստեղ։ Օրենքը հնարավորություն է տալիս դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել, արդյոք Պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել։ Սա էլ հենց խնդիրներից մեկն է, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Մինչ նա կարծում է, որ այս վիճակը ձեռնտու է իշխանությանը, որ դատարանները շարունակեն վճիռներ կայացնել եւ բռնագանձել քաղաքացիների ունեցվածքը, դատախազությունը թվեր է հրապարակում։ Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն $։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում, ավելի քան 527 միլիարդ դրամի, նաեւ 270 շարժական, 1380 անշարժ գույքի բռնագանձման պահանջով։ Տնտեսություն Հայաստանը նոր պարտք է վերցրել, որ հին պարտքերը մարի կառավարությունում գործարքը հաջողված են համարում, տնտեսագետները լավատես չեն։ Հայաստանը 10 տարի մարման ժամկետով նոր պարտք է վերցնում, նախորդից շատ ավելի բարձր տոկոսադրույքով։ Ֆինանսների նախարարությունն օրերս առանց շատ փակագծեր բացելու տեղեկացրեց 750 միլիոն $-ի եվրոպարտատոմսեր է թողարկել 7.1%-ով։ Մարման վերջնաժամկետը 2035 թվականն է։ Թե այս 750 միլիոն $-ով ինչպես կփոխվի, որքան կմեծանա այս պահին 13 միլիարդ $, կազմող պետական պարտքը, գործադիրը դեռ չի մանրամասնել։ Այս թվերը հավանաբար կներառվեն հաջորդ վիճակագրություններում։ Կառավարությունից սակայն ավելի վաղ հայտարարել էին նոր պարտք են վերցնելու ըստ էության նախկինները փակելու համար։ Ֆինանսների նախարարությունը միայն հայտնել է նոր պարտքի ստացված հասույթը պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով կօգտագործեն։ Պարտքի վերաբերյալ հասանելի հաշվետվությունից տեղեկանում ենք, մեկ շաբաթից մարտի 26-ին Հայաստանը պետք է 313 միլիոն $-ի պարտք մարի։ 2015-ին թողարկված 500 միլիոն $-ի եվրոպարտատոմսերի մարման ժամկետն է մոտենում։ 10 տարիների ընթացքում մոտ 187 միլիոնը մարվել է, մարտի 26-ին պետք է վճարել մնացած մասը։ Հայաստանը վերջին անգամ 2021-ին էր եվրոպարտատոմսեր թողարկել, շատ ավելի ցածր 3.87%-ով։ Սա շատ հաջող թողարկում է, որը մի կողմից վկայում է Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունության եւ մյուս կողմից միջազգային ներդրողների Հայաստանի նկատմամբ բարձր վստահության մասին։ Ինչու է ֆինանսների նախարարը նախորդից գրեթե 2 անգամ ավելի թանկ պարտք վերցնելը հաջողություն որակում։ Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սա բարձր տրամաբանություն է։ Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների
պայմաններում։ Նախարարը բացատրում է Եվրոբոնդերի դեպքում ուղենիշը, որի վրա էլ հաշվարկում են տոկոսադրույքը, ամերիկյան պարտատոմսերն են։ Պարզ ասած, ԱՄՆ 10 տարի ժամկետով պարտատոմսերի տոկոսին X չափով ավելացում է լինում, հաշվի առնելով երկրի վարկանիշը։ Հայաստանի դեպքում գումարվել է եւս 2.8% եւ ստացվել ընդհանուր 7.1։ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Նախարարը գրեթե ճիշտ է հիշում, 2021-ին, երբ Հայաստանը եվրոբոնդեր թողարկեց, ԱՄՆ պարտատոմսերի տոկոսը շատ ավելի ցածր էր, 1-ից քիչ ավելի, եւ այն ժամանակ եւ հիմա ամերիկյան տոկոսի ու Հայաստանի վերցրած պարտքի տոկոսի տարբերությունը գրեթե նույնն է մնացել, +2.8։ Նախարարի այս խոսքերից սակայն կարելի է ենթադրել, որ նախորդ 4 տարիներին, չնայած աննախադեպ մեծ դրամական հոսքերին, տնտեսական աճին ու տարբեր ոլորտների մեծ բիզնես հաջողություններին, Հայաստանի նկատմամբ վստահության չափն էապես չի փոխվել։ Այժմ միջազգային ներդրողները Հայաստանը գնահատել են այնպես, ինչպես 2021-ին։ Հարևան Վրաստանն այս պահին եվրոբոնդերի 1 ակտիվ թողարկում ունի։ 2021-ին 5 տարի մարման ժամկետով $500 միլիոն պարտք են վերցրել 2.87%-ով։ Ադրբեջանը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եվրոպարտատոմսերի գծով մոտ 1.4 միլիարդ դոլարի պարտք ունի, միջինը 4.3%-ով։ Թե սպասվող մարումներից հետո Հայաստանի պարտքը եվրոպարտատոմսերի գծով որքան կկազմի, պարզ կդառնա առաջիկայում, բայց այս պահի դրությամբ տարածաշրջանի 3 երկրներից ամենաբարձր տոկոսը եւ համապատասխանաբար վարկունակության ամենացածր վարկանիշը հենց Հայաստանն ունի։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա նաև ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը Ղրիմի կարգավիճակն է ու Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի եւ Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը նույնպես ռուսական հսկողության տակ է։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի, դրանք ռուսալեզու տարածքներ են, մարդկանց մեծամասնությունը հանրաքվեներում կողմ է եղել ռուսական իշխանության ներքո մնալուն, ուստի սա է կոնֆլիկտի հանգուցային կետը։ Ամերիկայի ձայնը դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, իշխանություններին մեղադրելով հանրային ֆինանսավորմամբ հեռարձակվող լրատվամիջոցներն ապօրինաբար փակելու մեջ։ Ամերիկայի ձայնի աշխատակիցներն ուղարկվել են վարչական արձակուրդի, լրատվամիջոցի գրասենյակը փակվել է։ Ամերիկյան իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել նաև Ազատություն ռադիոկայանը, նշելով, որ լրատվամիջոցին տրամադրվող դրամաշնորհի դադարեցմամբ խախտվել է Միացյալ Նահանգների սահմանադրությունը։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցում են Լիբանանում Հեզբոլլահի տասնյակ օբյեկտները ի պատասխան Իսրայելի հյուսիսային հատվածի հրթիռակոծման։ Լիբանանում 2 զոհ ու 8 վիրավոր կա։ Միաժամանակ Գազան հայտնում է, որ վերջին 48 ժամում առնվազն 130 պաղեստինցի է սպանվել իսրայելական հարվածների հետևանքով։ Չնայած հունվարին հաստատված հրադադարին, Իսրայելը մարտի 18-ից վեր սկսել է օդային հարվածները Գազայի ուղղությամբ, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Եվ ֆուտբոլ Երևանյան պարտությունից հետո վաղն էլ Հայաստանի ու Վրաստանի թիմերը ուժերը չափելու են Թբիլիսիում։ Հայկական ընտրանու անհաջողությունների, երկրպագուների բողոքի ցույցերի ֆոնին վաղվա խաղի լարվածությունը մեծ է։ Մեր թղթակից Մարինե Խաչատրյանն է արդեն Թբիլիսիում, հետևել է հավաքականի մարզումներին։ Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի հետ հանդիպումից առաջ վերջին մարզումն է անցկացնում։ Վաղը Թբիլիսի այս մարզադաշտում տեղի կունենա UEFA-ի ազգերի լիգայի անցումային play-off փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։ Հարգելի լրագրողներ, հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Խաղից առաջ հավաքականի մարզիչը նախ հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն Ռանոսը հարցրել է իրեն, արդյոք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։ Իմ կարիերայում ես նման բան երբևէ չեմ տեսել, որ որևէ մի խաղացող մոտենա ինձ ու այդպիսի առաջարկ անի, որ եթե չլինի հիմնական կազմում, ապա կլքի թիմը։ Ես որոշում եմ կայացրել, որ նա այլևս հավաքականում հանդես չի գա, քանի որ չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որ իրեն վեր դասի թիմային շահերից։
UEFA-ի ազգերի լիգայի փլեյօֆի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2 օր առաջ սեփական հարկի տակ խոշոր 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Եկել ենք այստեղ, որպեսզի ուղղենք սխալները։ Վրաստան-Հայաստան խաղից առաջ հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոփյանն ասաց, վաղվա հանդիպմանը փորձելու են առավելագույնն անել արդյունքի հասնելու համար։ Վաղվա հանդիպանը ես վստահ եմ, որ մեր երկրպագուները նույնպես կլինեն մարզադաշտում, որպեսզի երկրպագեն հավաքականին, քանի որ նրանք առաջի անգամ չի, որ երկրպագում են հավաքականին, ու հավաքականը նույնպես կփորձի ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնի մեր երկրպագուներին։ Թբիլիսի այս մարզադաշտը կարող է ընդունել մոտ 55,000 երկրպագուի։ Խաղի տոմսերը ժամերի ընթացքում վաճառվել են։ Հայ երկրպագուներին հատկացվել է 2 սեկտոր, ընդհանուր 2000 տեղ։ Վաղը հաղթանակ Հայաստանի հավաքականին, իսկ լրատվական կենտրոնում այսքանը, բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։